Ցանկանում եք զատիկին զարմացնել ձեր հյուրերին, ուրեմն պատրաստեք սևանիսիկ ձկան անչափ համեղ ռուլետ։ Տեսքը տոնական, համը արտակարգ, վստահեցնում եմ, որ բոլոր համտեսողները ձեզանից բաղադրատոմս են խնդրելու։ Նախ մշակում ենք ձուկը, հեռացնում ենք պոչը, գլուխը և լողակները։ Որպեսզի փշերը ողնաշարի հետ միասին հեշտությամբ առանձնանան, շրջում ենք և մուրճով մի քանի անգամ հարվածում ենք։ Այնուհետև սուր դանակով առանձնացնում ենք փշերը, պոչի հատվածից քաշում և ձեռքի մեկ շարժումով առանձնացնում ենք ողնաշարը, հեշտ և պարզ տարբերակ։ Ֆիլեն ձեռքով շոշափում ենք, որպեսզի վստահ լինենք, որ մսի մեջ փուշ չի մնացել։ Ռուլետ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 3 մեծ կամ 4 միջին չափի սիկ ձուկ։ Համեմում ենք մեր նախընտրած համեմունքներով, ես օգտագործում եմ աղ, սև և կարմիր պղպեղներ։ Որպեսզի ռուլետը ախորժելի գեղեցիկ տեսք ունենա, ձուկը շրջում ենք, ավելացնում ենք թարխուն, կարագ և ցողում ենք թարմ կիտրոնի հյութով։ Հեշտ փաթաթելու համար մուրճով հարվածում ենք, որպեսզի ստանանք մեկ ամբողջական կտոր։ Ծայրից այսպես փաթաթում ենք, դնում ենք սառնարան, թողնում ենք առնվազն 1 ժամ, որպեսզի մարինացվի։ Ջերմակայուն թաղանթի մեջ փաթաթված դնում ենք ջեռոցը, թողնում ենք մոտ 35 րոպե, ջերմաստիճանը 180 աստիճան։ Մատուցում ենք կիտրոնի հյութով և թարխունով, անզուգական է ստացվել, խորհուրդ եմ տալիս, որ բոլորդ էլ պատրաստեք։ Այսօր էլ ձուկը պատրաստելու նման տարբերվող և հետաքրքիր բաղադրատոմս, դուք էլ փորձեք, վստահ եմ շատ եք հավանելու։ Առայժմ